Անուն հոր եւ որդվոր եւ ոգուն սրբո ամեն։ Սիրելի բարեբաց ժողովուրդ։ Մատթեոսի ավետարանի 13-րդ գլխի 45-ից 46 համարներում մեր Տերը խոսում է իրական Մարգարիտի առակի մասին։ Երանության լեռան վրա Հիսուսի առաջին քարոզությամբ նիստ աշխարհի թշվառությունը, սուքը, ծարավն ու որբությունը մոռացող մարդիկ մի այլ ճշմարություն տեսան։ Երկնքի թագավորությունը ժառանգություն էր տրվում երեկվա խեղճ ու աղքատ, երկրի վրա թագավորներից ու աշխարհի իշխաններից միմիայն զրկանք եւ արհամարանք տեսած մարդկանց։ Ամեն ժառանգություն կամ մեծ ու փոքր հարստություն ձեռք է բերվում միմիայն զողողությամբ, այսինքն ծանր եւ երկարատև աշխատանքով։ Անշուշտ լինում են դեպքեր, երբ մարդու բախտը բերում է ու չսպասված տեղից անակնկալ կերպով ժառանգում է մեծ հարստություն, սակայն դրանք շատ հազվադեպ են պատահում։ Իբրև մի օրինակ կարող ենք մեջ բերել Հիսուսի այս առակը։ Դարձյալ երկնքի արքայությունը նման է մի վաճառականի, որ գեղեցիկ մարգարիտներ էր որոնում եւ գտնելով մի թանկարժեք մարգարիտ գնաց վաճառեց իր ամբողջ ունեցածը եւ այդ մարգարիտը գնեց։ Առակի բացատրությունը այս է. Աստծո թագավորությունը կամ արքայությունը, ասում է Հիսուս, նմանվում է մի վաճառականի, որի գործը ապրանք գտնելն ու ծախելն էր։ Նաև թանկարժեք մարգարիտներ։ Եվ այս վաճառականը մի մարդու մոտ տեսնում է մի թանկարժեք մարգարիտ։ Ուշադրությամբ նայելուց, քննելուց հետո համոզվում է, որ այն շատ արժեքավոր է, ուզում է անպայման գնել, այնուհետև վաճառել, որպեսզի շատ դրամ աշխատի։ Սակայն ցանկությունը քիչ էր։ Վաճառականը ստուգում է իր գրպանի դրամը, քիչ է գալիս։ Ապա տուն է գնում, վաճառում է կնոջ ամբողջ ոսկեղենը ու դրամի վերածում, այնուհետև վաճառում է այլ զարդեր եւ իրեր, մի խոսքով կարողանում է հավաքել անհրաժեշտ գումարը ու մարգարիտը գնում է։ Ես գոնե պատկերացնում եմ, թե նա ինչպիսի ուրախություն պիտի ապրեր իր արջևը դնելով այդ արժեքավոր մարգարիտը եւ երկար ժամանակ հիանալով նրա գեղեցկությամբ, մտածեր, թե ինչպիսի օգուտ պիտի ստանա այն վերավաճառելով։ Հիսուս բացատրում է, որ երկնքի արքայությունը մի անգամից չի կարող տեղի ունենալ։ Դրա համար ժամանակ է պետք։ Յուրաքանչյուր մարդ, եթե հավատք ունի, Աստծո արքայությունը ժառանգելու ու ստանալու հույսը ունի իր սրտում։ Հասկանալի է, որ ապրելով այս երկրային կյանքում բոլորս էլ մտածում ենք ինչ որ ձևով ապահովել մեր ընտանիքներին նյութականը, որպեսզի քիչ թե շատ լավ ապրելակերպ ունենանք։ Իբրև կյանքի վաճառականներ մեր բոլորիս առջև միշտ էլ դրվում են թանկարժեք ու արժեքավոր մարգարիտներ եւ մենք մտածում ենք դրանք վաճառելով ավելի օգուտ ունենալու մասին, որպեսզի մեր ընտանիքների ապագա երջանկությունը ապահովենք, այսինքն ավելի պարզ ասած հանգիստ կնենք ու դրամական մտահոգություն չունենանք։ Բայց հարցը ծագում, արդյոք այդ է իրական մարգարիտը, որը երկար ժամանակ փնտրում ենք։ Քրիստոնյա մարդու պատասխանը պիտի լիներ անշուշտ ոչ։ Ինչու՞։ Ինչպես վաճառականի պարագային ասացինք, նա ամեն ինչ արեց, որպեսզի այդ թանկագին մարգարիտը գնի, այսինքն կարողացավ հավաքել անհրաժեշտ դրամը։ Նույնը համոզված ենք պիտի աներ մեզանից ամեն մեկը, եթե դրա անհրաժեշտությունը զգացվեր։ Պատկերացրեք, եթե մենք նույնպիսի հավատքով, եռանդով ու աշխատասիրությամբ մեր ունեցած հարստությունը տրամադրենք գտնելու իրական մարգարիտը, ճշմարտության բանալին, որը մեր փրկիչ Հիսուս Քրիստոս, ապա վստահ եղեք, որ անպայման պիտի ժառանգենք երկնային թագավորությունը։ Ոչ մի գանձ, հարստություն եւ ժամանակավոր երջանկություն չեն կարող փոխարինել հավիտենական այն ուրախությանը, որը փրկիչը ինքն է մեզ տալիս իր թագավորական իշխանությամբ, հույսով ու մանավանդ մեր նկատմամբ ունեցած իր անհուն սիրով։ Ուրեմն, իբրև հայ քրիստոնյաներ, լավ պիտի հասկանանք ու գիտակցենք, թե այս երկրային կյանքի թանկարժեք մարգարիտները աղոթքի եւ հավատքի միջոցով մեր կատարած բարի ու արդար գործերն են, որոնցով միայն պիտի կարողանանք Քրիստոսին ունենալ մեր մեջ։ Քրիստոսին ունենալ մեր մեջ նշանակում է, ինչպես ինքն ասաց, խաչը առնել ու գնալ նրա ետևից, այսինքն օգնել կարիքավորին, խնամել հիվանդին, մխիթարել սգավորին, բարձրացնել ընկածին, մի խոսքով նմանվել աշխարհի լույսին, մեր Տիրոջը Հիսուս Քրիստոսին,
Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն